այնպես բաներ ինձ հետ երեք խոսացել, որ դա նույնիսկ եթերում չեմ ուզում ասել, այս պահին ինչի համար, որովհետև կարող մտածեք ձեր կողմից չեմ ուզում տպավորություն ստեղծի, որ ուզում եմ իշխանության ես ջրաղացին ջուր լցնեմ կամ իշխանությանն եմ պաշտպանում ես քարոզարշավում։ Ես քարոզարշավում ոչ մեկին չեմ պաշտպանում։ Եվ քարոզարշավում ուզում եմ մարդիկ ընտրության գնալուց առաջ ստապ գնան։ Իրականությունից կտրված չգնան։ Մոռացության տված չգնան իրականությունը։ Այդքան մի բան եմ ուզում, այնպես որ եթե ես օրինակ մեր Ստեփանակերտի եղբայրներից մեկի խոսքի պատմությունները, որից երեք պատմել է, թե ինչեր ա եղել, որի մասին տենց հպանցիկ միշտ լսել եմ, բայց կոնկրետ դեպքի վայրում եւ առնչվող մարդ հախոսացել իմ հետ, եթե ես խոսամ Քոչարյանը, որ հիմա ես պատկերացնում եմ 15% ձայն հավաքելու, 8 հավաքելու կամ 7 հավաքելու, կեսն հավաքելու, բայց այս բան Քոչարյանը մի 12-13% ձայն ունի, մի 23% Սամվել Կարապետյանը ունի, մի 10%-ի մոտ Գագիկ Ծառուկյանը ունի եւ մի մնացածը ես բան չեմ հիշում եւ ովքեր որ բաժշկային անում թաքուն հələ որ ձեն չեն հանում իրանք կարող կան 50%-ի մոտիկանան եւ հնարավորությունը արդեն մեծ կլինի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը վերցնել ձեռը եւ այդ պարագայում նույնիսկ ես ասեմ մեր արցախցիները այսքան հիասթափված ատելությամբ լցված մի մեծ մասը կամ ինչու մենակ արցախցիները ուղղակի արցախցիները ավելի շատ են Հայաստանի հայության մոտ էլ կա հիասթափություն այսօրվա իշխանության հանդեպ կարող է եւ այսպես ասած գնան ընտրեն հավատա վերջում իշխանությունը նորից Քոչարյանի ձեռը ասնի ոչ մի Քոչարյանի գլխով չի կարա թռնի ովքեր որ Քոչարյանի օրոք մեծ ֆինանսներ են տիրացել հնարավորություն ունեցել ապրելը ես էլ եմ ապրել բայց նկատի ունեմ լավ ապրելու այդ որ օլիգարխ են դարձել բիզնեսմեն են դարձել այդ մարդիկ չեն կարա իշխանություն վերցնեն ու չտան Քոչարյանին պետք է տան իրան որովհետև իրար հանդեպ իրանք պատմություններ էլ ունեն միասին համատեղ դուք չգիտեք ժողովուրդը Պահի ազդեցության տակ է գնում ընտրության մի մասը, ես չեմ ասել բոլորը, ոչ բոլորն են անալիզ զարած, ոչ բոլորն են հիշողությունը ուժեղ, ոչ բոլորն են իրականությունից տեղյակ, ոչ բոլորն են պատմությունից տեղյակ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորս մենք իմանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախից բերվել է Երևան, վարչապետ այնուհետև մի տարի չանցած նախագահ են դրել։ Դա հələ հարց է Բաքվի խնդրանքով Մոսկվայի կարգադրությամբ Երևանին այդ ամեն ինչը եղել է, դա թող պատմի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը անկեղծ մարդ չի։ Տեսեք, ես չեմ ասում ինքը անխելք մարդ է, ինքը քաղաքականությունից տեղյակ չի, ինքը խելացի մարդ է, բայց անկեղծ չի, ճիշտը չի պատմում։ Իրան ասվել է անդեից եւ Վազգեն Սարգսյանը բանը կարող է էմոցիայի տակ իրանց էլ ականջին շշնջացել է, որ լավ տարբերակ է Քոչարյանը համաձայնվել են չես էլ իմանա էլի այտենց բա որ մեկի ականջին անընդհատ փսփսած ասես Նարինեն սիրուն աղջիկա, լավ աղջիկա, աղբեր Նարինեին պիտի ուզես, չուզես, պիտի ուզես, դա ուրիշ աղջիկա, այնքան ականջի տակին տվյալ տղու ականջին ասես գնա այդ աղջիկան ուզի վերջում բարձի որ այն աղջիկ չի ինչպես ներկայացել։ Նույնը Վազգենի ականջի տակին այնքան են երևի այտենց ասել ռուսամեդ ուժեր կամ Կրեմլից են Կրեմլա ագենտական ագենտուրան այնքան աշխատել Վազգենը վստահ է եղել որ Ռոբերտ Քոչարյանը կգա եւ Արցախի հարցը կլուծի։ Եվ ստե իմես արտահայտված մտքի մեջ դուք նաեւ պետքա հարց փնտրեք կամ հարցի պատասխան փնտրեք։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախի հարցի համար է եկել Հայաստան 10 տարվա մեջ ինչու՞ չի այդ հարցը լուծել հայերի օգտին։ Հիմա ասեք իր ժամանակ զատո պատերազմ չի եղել։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս էլ գիտենք որ ձգել հասկացողությունը եւ լուծել հասկացողությունը հոմանիշներ չեն ոչ էլ իրար նման բառեր են ոչ էլ նույն միտքն արտահայտում այսինքն եթե ձգել է բայց հարցը չի լուծել ուրեմն ինքը չի կարացել այդ հարցը լուծի ես ամենամեծ մեղքը չափաբաժին եմ ժամանակաշրջանի առումով թողնում եմ Ռոբերտ Քոչարյանի վրա ոչ այդքան Սերժ Սարգսյանի վրա ինքը Լևոն Տեր-Պետրոսյանին ժողովրդի աչքից գցեց, ով որ հաղթանակ բերած, Հայաստանի եթե թիկունք ինչելներ Արցախը չէին կարող ազատագրեին, դա 100% փաստ է։ Արցախցիները մենակ չէին կարող ազատագրեին։ Թիկունքը ապահովել է կամավորականներ, բան եկել են Հայաստանից, Թուրքից, բայց հիմնական պետական աջակցություն եղել է Հայաստանի կողմից։ Հաղթանակ էլ է փաստորեն ամբողջությամբ եկել վերցրել հաղթանակի իր վրա։ Ես միշտ մեր արցախցիների հետ զրույցի մեջ, որ ասում են Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած պրեզիդենտ, ասում ժողովուրդ ջան, որ ասում եք Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած պրեզիդենտ է։ Ինչու՞ չեք ասում Արայիկ Հարությունյանը պարտված նախագահ է։ Խեք ասում Նիկոլն է պարտվել։
ախպեր որտեղ դուք չեք ասում Լևոն Տեր-Պետրոսյանն հաղթել են պատերազմը։ Այսինքն Հայաստանից հեռացնում եք այդ հաղթանակը։ Բայց էս մի պարտությունը մոտիկացնում եք Երևանին հեռացնում Ստեփանակերտից։ Ինչ ակնկալիքով, որ մեկ էլ սենց էս ասում դե Արայիկն էլ Նիկոլի Մարտն էր, էլի։ Ժորժ ջան, Նիկոլը երբ որ դեր քաղաքական գործունեություն չուներ նախաձեռնած ակտիվ լրագրությամբ էր զբաղվում, Արայիկ Հարությունյանը ինքը եղել է Արցախ բանկի տնօրեն, եղել է վարչապետ երկար տարիներ, եղել է վերջը այդ թիմի մեջի մարդ, ինքը ուր է եղել։ Հա, եթե ընդհանուր վերցնենք բոլորը մի ղազանի մեջ են։ Եվ Նիկոլը, եւ Քոչարյանը, եւ Սերժը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Արայիկը, եւ մնացածը, դե որովհետեւ այսօր Արցախից հարստացած պետական աշխատողներ կան, որ պետության բյուջեի հաշվին հարստացել, բիզնեսներ ունեն Երևան, այսօր ազատության մեջ պատտվում են։ Այսինքն ուրեմն կարելի է ասել, կասկածի տակ դրած, որ նախկին ներկա իշխանությունները ունեն ընդհանուրություններ, ունեն ընդհանուր շահեր եւ ունեն կարմիր գծեր։ Հիմնական կարմիր գիծն է դա Արցախի հարցը, հիմնական կարմիր գիծն է մարտի 1-ը, հիմնական կարմիր գիծն է հոկտեմբերի 27-ը։ Սա այն հարցերն է, որ եթե Նիկոլին ուզում են բան ասել, Նիկոլն իրանց ունի բան ասելու։ Բայց եթե վերցնում ենք Արցախի հարցը առանձին, մենք ուզում ենք հասկանալ ինչ եղավ, ոնց եղավ եւ ովքեր ավելի շատ պատասխանատվություն ունեն, մենք պետք է վերցնենք Արցախի հարցը մի քանի этаպի բաժանենք։ 88-ից 94, 94-ից 98, 98-ից 2008, 2008-ից 2018, 18-ից 20, 20-ից 22, 22-ից 23։ Սրանք տարբեր հատվածներ են, էլի շատ կարելի է բաժանել։ Ես հիմնականն եմ ասում, հիմնական։ Մարդկա կարող ասի օրինակ պատերազմի տարիներ եւ Նիկոլ Փաշինյանի տարիներ։ Всё, պատերազմի տարիներ, մինչեւ 10-20 թիվ խաղաղություն, ընտիր էր ամեն ինչ, Նիկոլը եկավ պատերազմը սկսվեց։ Եկեք հասկանանք, տեսնենք Երևանից Քոչարյանի լավ ճանաչող մարդիկ, որ ինձ զանգում են, հավելյալ ինֆորմացիա են ուզում տան։ Ես առավոտ մի ժամ շարունակ փնտրում էի այն տեսանյութը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը Ստամբուլից վերադառնալով Զվարթնոցում ջեպազրույց է տալիս լրագրողներին։ Եվ ասում է, որ մենք չենք քննարկում տարածքային ամբողջականության հարց, Արցախի տարածքի մասի խոսք չի գնում, խոսքը գնում է արցախցիների մասին։ Ես չկարեցա ճարեմ այդ տեսանյութը, բայց թերթելուց էլի օրացույցից տեսանյութ եկա, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր ասում է կամ ինքը չասեմ իր շրջապատը, իր աջակից խոսքի մարդը, որ Նիկոլը Թուրքիայի հետ ուզում է ախպերություն անի, ուզում է սահմանները բացի։ Հիշում եք ինչ կռիվ էր գնում, որ Ռուբեն Ռուբինյանը խիա գնում այդպես թեմաների մասին բանակցում Թուրքերի հետ ուզում է ճանապարհ բացի։ Ես տեսա այսօր 2000 թիվն էր կամ 1999 թիվը Ռոբերտ Քոչարյանը ոնց է Եվրոմիությունում, Եվրոխորհրդարանում քննարկում այդ հարցը, որ ինչու Թուրքիան սահմանը փակել է մեր դեմը, Թուրքիայի նպատակը որն է, որ Հայաստանին բլոկադայի ենթարկած է պահում, ռուսերեն ելույթ է, ես ունեմ մոտս, բայց դե այս եթերի ժամանակ չեմ կարող տրամադրել, կարա դուք եք տեսել, եւ ասում է, քիչ է մեր դառնությունը հայերից, քիչ է որ մեր հարաբերությունները այդքան լավ չեն, մեր ժողովուրդները իրար հետ ունեն անցած ճանապարհ, որ իրար հետ լավ չեն, նկատի ունեն վատ ճանապարհը, հա, այդքանից հետո էլ Թուրքիան հələ մեզ ճանապարհը փակած է պահում բան, իմաստը որն է, բայց վերջում էլ սենց էլի մի քիչ իրան ոնց որ համարձակ նախագահի դիրքից ասում է մեկ առանց ձեզ էլ մենք կարանք զարգանանք, մենք զարգանալու ենք, բայց հարցը վերջի չի, որ զարգանալու ենք, parza յուրաքանչյուր բույսի յուրաքանչյուր կենթանու կամ մարդու աճ ոնց էլ անես, եթե ինքը ողջա աճում է, նույնը պետությունը, եթե պետությունը գոյությունը ինքը աճելու է, բայց թե ինչ աստիճանի, ինչ տեմպերով, դա արդեն համեմատելու ենթակա երևույթ է։ Հիմա ինչքան աճես, ոնց աճես դա մի կողմ, բայց ձեր երկրպագած սիրելի հայրենակից Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր մոտիվացիա տարածում ժողովրդի մոտ, որ սա թուրքամետ է, սա թուրքերի հետ սահմանազատման բացի բան, ինքն էր ձգտում դրան, ինքն էր ուզում։ Նույն Սերժ Սարգսյանն էլ ուզեցել դա, այսինքն երբ որ ձեզ կերծում են կեղծ բաներ, ես չեմ կարող կողքից նայել լռել, չեմ ուզում որ դուք կեղծը տեսնեք, կեղծը լսեք, սուտը ընկալեք, եկեք ճիշտը խոսանք, այդ մարդը ձգտել է սահմանների բացման, բայց չի կարացել։ Վերադառնանք Ղարաբաղի հարցին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ, ոնց ասել ենք, փոխանցել է իշխանությունը Իրան։ Հələ մի հատ բան էլ ավելացնեմ, Ստեփանակերտի մեր եղբայրը լավ մի բան ասել, ասում է մի րոպե մեկ Ռոբերտ Քոչարյան 96 թվին ընտրել ենք նախագահ։ Թիվը կարող սխալվում եմ, 95-ին են ընտրել Ռոբերտ Քոչարյանի նախագահ։ Ասում է ինքը խիա մեզ։
Երթումա գերել չէ նախագահը դարձել Ստեփանակերտ Ղարաբաղի բայց թողել է մեզ եկել Երևան ստիքը շահի համար է գնացել ըստ էլ լավ տղերքը կարող դուրս գան ասեն չէ Գևորգ ջան ինչ շահի համար ինքը գնացել է Հայաստան որպեսզի Արցախի հարցը լուծի Գևորգ տեստե ասում է բա լուծես բա խի չլուծես այսինքն եթե ինքը եկել է Երևան թողել է երթումա տվել արցախցիների առաջ որ ես տեր եմ կանգնելու ձեզ ու թողել եկել Երևան ես կարամ ասեմ որ ինքը պաշտոնի համար է եկել պաշտոնի իր համար գերեր Կանթե պետական շահը դուք կարող եք ինձ ասել որ Գևորգ սուտ ես խոսում սխալ ես խոսում ինքը պաշտոն չի սիրում ինքը պետական շահի համար է եկել Արցախի հարցը լուծեց խնդրեմ լուծեց տեսակ բոլորս ինչպես լուծեց Ժողովուրդ ջան Արցախի հարցը նախ միշտ ասել եմ տենց հեշտ լուծելի չի եղել հիմա դեպրծել է էլի Արցախի հարցը պետքա նոր ծնվի Արցախի հարց դա արդեն թե ինչ ֆորմատով կլինի El Minski grup am չկա կամ մեկ ուրիշ գրուպ ստեղծվի խոսքի Պեկին, Նյու Յորք, Մոսկվան էլ շարքից դուրս եկել, չգիտեմ, լավ Լոնդոն, իրեք երկրների միջամտությամբ, միջնորդությամբ։ Այսինքն այն ժամանակաշրջան, երբ որ իրանք Արցախի հարցը թմկահարելով եկել են իշխանության, բայց չեն կարողացել լուծել, ուրեմն նշանակում է, որ իրավունք չունեն այդ հարցը նորից արծարծել։ Եվ ցավոք սրտի մեր ժողովրդի մեծ մասը այս ամեն ինչը մոռացել է։ Իրանց պետք է հիշեցնել, որ ընտրությունները հենց սրան է տանը, որ իրանք իշխանություն վերել։ Տեսեք, ես այսօրվա իշխանության, որ ասում եմ, մենք չլինենք պատերազմ ալնելու բան, ես sense կասեմ, ես ինձ համար դա անընդունելի 100% ես փաս չեմ ընդունում, ինչու որովհետև նենց հա որ ձեր ժամանակ պատերազմել եղավ, այսինքն ձեր ներկայությունը դա դեռ հիմք չի ընդունել իմ կողմից, որ ձեր օրոք պատերազմ չի լինի, բայց այն որ ես գիտակցում եմ, որ այդ պատերազմը գալիս էր, կրնկակող գալիս էր եւ հասունացավ 2020 թվականին դա ես գիտեմ այսինքն այսօր պատերազմա գնում երկրի ներսում իշխանության համար կռիվա գնում իշխանության համար բայց իշխանությունը վերցնելուց հետո թե ինչ կանեն թե ոնց կանեն այն խոստումները կկատարեն թե չէ դա արդեն երկրորդ հարցի փուլն է երկրորդ մասն է հարցի Նիկոլ Փաշինյանն էլ ունի խոստումներ տված դատելու եմ նստեցնելու եմ բայց եկել է ոչ մեկին էլ չի դատել այնա լավ էլ ապրում են ավելի են լավացել նույն Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան իրանք խնդիր չունեն ընդհանրապես ոչ ֆինանսների ոչ էլ իրանք կարա մեկը ասի տեղը սուխահելի մի ուրիշ տեղ նստի ես կուզենայի այդ մեղադրանքները որ այսօրվա իշխանության ուղղությամբ հղում են թող հղեն բայց դուք ճիշտ իմացեք ժողովուրդ ջան Արցախի հարցի շուրջ այդ մարդիկ ոչ մի բան չեն արել որպեսզի Արցախի ժողովուրդը այսօրը չգնեն եւ նորից եմ կրկնում ոչ մի պետական պաշտոնյա Արցախցի չի կանգնել մեր դեմը կտրել ասել մի հելեք երկրից մենք ձեզ տիրություն կանենք դիտմամբ թողել են որ ժողովուրդը դուրս գան այսինքն Ադրբեջանի երազած ծրագիրն են կատարել լռել են որ ժողովուրդը դուրս գան դա Արցախի պետական պաշտոնյաները երկրորդ շրջափակման ժամանակ դրանից էլ թեկուզ մի քիչ շուտ Ռոբերտ Քոչարյանը կամ այլ Ղարաբաղցի բարձր պաշտոնյա մարդիկ ինչու չէին հետ վերադարձել Արցախ, որտեղ իրանց պայքարը եղել է հանուն Արցախի 88 թվի շարժումը հանուն Արցախի, նույնիսկ միացում Հայաստանին, բայց երբ որ այդ նույն ժողովուրդը ընկել է նեղդուրության մեջ, նեղդուրության ժամանակ չեն եկել։ Հա հիշում եք, մի հոգի է եկել, բայց դե քանի որ այդ Ռոբերտ Քոչարյանը բանը հրամաններ էին տալիս, խորհուրդներ էին տալիս ընդդի ներկայի իշխանությանը, դժվար էր իրանցից իշխանություն վերցնելը։ Վերջը թողել են եկել, սաղս թողել են եկել, ելի շարունակում են Արցախի հարցը արծարծելով ուզում են որ իշխանություն վերցնել։ Իսկ Հայաստանի ժողովուրդը, ես իմ բան ասեմ, ինչքան մենք ենք արյուն տվել, ինչքան մենք ենք որդիներ, եղբայրներ կորցրել, ստե չի կարելի համեմատած թվեր, մվեր, տոկոս, մոկոս, նույնքան էլ իրանք են, այսինքն նույն ցավը իրանք են ապրել, նույն դաժանությունը իրանք են ապրել, նույն կորուստի ցավը, նույն ապրումները ունեցել, որտեղ հայ ազգի մեջ եթե աղ է տալնում, մենք տենց գենետիկ ինչ որ բան ունենք, որ բոլորս ողբում ենք։ Բայց վատ հասյաթել ունենք, չէ՞, վատ բնավորություն ունենք, որ նախանձում ենք, որ մի լավ բան ալում դրա համար ենք նախանձում, դրա համար ենք վատ զգում, վերջը աչք ենք գցում ուրիշի հարստությանը, ուրիշի ունեցվածքին, sense վատ բնավորություն ունենք, բայց այն որ վատ դեպք ա եղել Արցախի գլխին հետ օրինն ա եկել Հայաստանի հայությունը եւս նույն տառապանքի մեջով անցել, նույն դժվարությունների մեջով անցել, այնպես որ ոչ միայն Հայաստանի հայությանը, այլ նաեւ Արցախի հայությանն էլ, որ եկել արդեն ապրում ենք ստե, պետք է հաշվի առնեն, որ ինչպես Արցախի հարցն են կիսատ պարատ թողել, նույնն էլ Հայաստանի պետականությունը կարող են այդ մարդիկ կիսատ պարատ թողնել։ Իսկ ես կարծում եմ, որ
Մեր հայրենակիցները մի մասն էլ որ մտածելով Սամվել Կարապետյանը նոր մարդ է, նոր քաղաքական կերպար է եւ խարիզմա միգուցե լավ է եւ իր արած գործերն էլ բավարար է որպես իր կողքին կանգնի, ես ոչ մի բան չեմ ասում, ուղղակի լավ իմացեք։ Սամվել Կարապետյանը իր ձայները ես մտածում եմ որ տալով է Ռոբերտ Քոչարյանին եւ ինքը որովհետեւ սահմանադրությամբ իրավունք ունի դառնա վարչապետ եթե ձեզ ասել են թե իբր սահմանադրությունը փոխելու են որ ինքը վարչապետ նստի դա շատ սխալ արտահայտություն է նախ սեփական պետության ու սեփական ժողովրդի նկատմամբ ինչու որտեղ սահմանադրությունը փոփոխությունների ենթարկում են հանուն ժողովրդի կամ հանուն պետության ոչ թե հանուն անձի դες մի բան արել է Սերժ Սարգսյանը պարլամենտական ասարկել որ իբր ինքը նստի բայց ինքը էդի հավայի ասած այնպիսի process է ստեղծել էդի ձևական էր էլի որ ժողովրդի իր դեմ հելնեն ինքը ձևական երրորդ անգամ զայնը դրել է որ իր դեմ հելնեն որ դեմ հելնեն իրան մերժեն եւ գլխներից գալիք պատերազմը իր ժամանակաշրջանում չլինի Նիկոլի կամ մեկ ուրիշը այդ ժամանակ իշխանություն ուզեր ինքը sense ուրախ տալու էր եթե Նիկոլը չգնար Գյումրիից ոտով գար ես գնայի ինձ էլ տալու իշխանությունը որովհետեւ իրան պետք չէր պատերազմը մեր գլխին կախված իրավիճակում երկիր կառավարել սա էլ ես կարծում եմ դասալքություն է եթե շատ արցախցիների մեղադրում են ասում են խիեք փախել առաջի հերթին փախելա ձեր պրեզիդենտը դասալքություն է արել ու այդ մարդկանց միջե մեղադրելը հələ ձեզ նայեք մի հատ դուք ինչ եք արել ոնց եք զորքին զինվորին մենակ թողել այս վերջերն շատ են ինձ ուղարկում նայեք ես ոչ մի անձի հանդեպ վատ բան չունեմ Կանդաս ածականով Արթուր Ազգանու Ավանեսյան թե չմոռացել եմ իր ելույթը բանը Սամվել Կարապետյանի աջակցության մասով տեսեք ինչ եմ ասում ինձ ուղարկում են գիտեն ես կարող եմ հելնեմ սկսեմ այդ մարդու հանդեպ ցեր շփրտել բան ես էլ ձերպես ինչ լսել եմ լավն եմ լսել իր զինվորական ծառայությունից իր կատարած գործից բայց ցավոք սրտի զինվորական գործը եւ քաղաքականությունը տարբեր բան են հիմա եթե ես ձեր համար որպես քաղաքական մեկնաբան կամ որպես հանրային հասարակական գործիչ լավ տղա եմ ես վստահ եմ որ դուք ձեր սրտի օպերացիայի հարցը ինչ չեք վստահի ձեր աչքը եթե մի փուշ լինի դուք չեք հասի այդ փուշը դուհանի այսինքն առողջապահական հարցերում չեք կարող դուք ինձ վստահել ինչքան է ես ինչ որ գծով լավ լինեմ ինչ որ գծով խելացի լինեմ կամ պրոֆեսիոնալ լինեմ հիմա այդ մարդը քաղաքականության մեջ մտնելով մի տեսակ ես ճիշտ չեմ համարում իր նույնիսկ արտահայտված մտքերի մի երկու հատված ես ուզում եմ մեկնաբանեմ այդ իրավունքը ունեմ մեկնաբանելու նա օդ ասում է Հայաստանի փակ է լինելու եթե իշխանությունը փոխվի այ ձեր ցավատարան դուք զինվորականներ եք եղել եւ դուք պարտավոր եք ձեր օդի մասին տեղյակ պահեիք այն ժամանակվա նախագահներին թե Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան թե Նիկոլ Փաշինյան եթե դուք տեղյակ եք պահել որ Նիկոլ Փաշինյանը օդը բացա պետքա ժամանակակից sense զենքեր բաներ պատվիրել ինքը չի արել ձեր արածը այլ դրա մասին կարող է sense նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ ես կմտածեք թե կողմնակից եմ ինչ-որ մեկին կամ թե եմ չէ ճշմարտության կողմնակից եմ տրամադրեք ինձ Ձայնագրություն, տեսաձայնագրություն, նամակագրություն, որը կեղծ չի, արհեստական բանականությամբ սարքված չի, որ դուք դիմել եք երկրի վարչապետին, որ օդը փակվեր, համարժեք ժամանակակից ինչ-որ զինատեսակներով ու չի փակել, ասել է պետք չի կամ չեմ անում, այն ժամանակ ձեր խոսքը արդեն մեծ իմաստ կունենա։ Հիմա դուք ասում եք օդը պաշտպանվելու է հաջորդ վարչապետի ժամանակ, եթե դուք գիտեիք օդի խնդրի մասին, դուք պետքա դրանից առաջ էլ պաշտպանեիք, որ այդ օինը չգար մեր գլխի։ Ինչու՞ չեք արել։ Ու էլի նենց խոսքեր են ասում ժողովուրդ ջան զինվորականների պահվածքը ես կարծում եմ որ այդքան էլ ճիշտ չի քաղաքականության մեջ մտնել եթե դուք մանավանդ հետախույս մարդ եթե դուք անելիք ունեք ասելիք ունեք այդպես բաները թաքուն արեք հանրային ասելը դա մի տեսակ գիտեք համադայություն է բլոգերություն է խոսքի քաղաքական մեկնաբանի տեսք եք ընդունում բայց ես ձեր գործը ավելի եմ արժևորում զինվորականի գործը եւ զինվորի գործը ավելի եմ ես արժևորում խիրիկ դուք ձեր արժեքը ձեր այդ մեկնաբանություններով իջեցնում, ցածրացնում։ Լավ գեներալ չի ինքը, վերջը ինքը ուժեղ զինվորական է, ռազմետ չկա։ Վերջը ախր դու չգիտեիր քո դարդը ցավը, հիմա ասում ես դարդերը ցավերի գիտեմ։ Այդպես ո՞նց է ալնում։ Եվ քաղաքականություն եմ մտնում։ Ժողովուրդ ջան, մի տեսակ եթերը սկսելուց առաջ լավ է զգում, ոնց որ գլուխ սկսես էլի պատտվել է ճշման հարցեր, բաներ ամեկ-մեկ առաջանում։ Միգուցե դադարեմ եթերը կամ եթե բան ունեք գրած չեմ պատասխանել երբ լավ զգամ նորից կմիանամ բայց կարևոր զրույց ունեի կիսատ մնաց հաշվեք գլխապտույտս խանգարեց ես միտքս ավարտել
Գիտեք, այնքան ստեր են ասում ժողովրդին, ինքս պետքա թուղթ է վերցնեմ համար 1 սուտ, մինչև համար 1200-րդ սուտ։ Ստեր։ Սենց գրեմ, էսի սուտ է, էսի սուտ է, էսի կեղծ է, գրեմ ժողովրդին ներկայացնեմ։ Երբ որ մի քիչ վիճակս լավ ալնում, այդ ամեն ինչը ուղեղից մեջ եմ գրում, բայց որ սկսես գլուխս պտտվելը մոռացա։ Արցախի հարցի մասով ես ուզում եմ ժողովուրդ բոլորը ճիշտ ինֆորմացիա տայիք։ Օրինակ մեղադրանքներ, որ հնչեցնում են այսօրվա իշխանությանը։ Մեղադրանքների նախ աղբյուրը նախկին իշխանությունների կողմից է, աղբյուրը։ Ժողովուրդն էլ այդ վերցրած ոնց որ ասած աղբյուրից վեդրոն լցրած ջուրը ֆռում են սաղի վրա ցպնում են, որ տեսեք, հա Նիկոլը բան արել, Արցախը տվել է, հանձնել է։ Ինչքան հիշում եք Նիկոլի սխալ դիվանագիտական արտահայտությունը Ստեփանակերտից, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, դուք պետք է նաեւ հիշեք 2018 թվականի այն դիրքորոշը, որ պետք է Արցախը հետ վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ու հետաքրքիր գիտեք որն է, Ռոբերտ Քոչարյանն է Արցախյան բանակցային սեղանից, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյան, այսինքն ինքը արցախցիներով դա արել է նվազացնելով սուբյեկտայնությունը, չէ Արցախի, այսինքն դու երկու կողմ ես վերցրել եւ զրույցը տեղափոխվել է ոչ թե ինքնորոշման, ոչ թե այդ տեղամասի ժողովրդի ինքնորոշության մասին այդ հողի վրա, այլ զրույցը գրանցել է երկու պետությունների միջև Հայաստան եւ Ադրբեջան եւ խոսքը գրանցել է արդեն ժողովրդի ինքնորոշման մասով, այսինքն արդեն ընդ արցախցիները չէին կարա ինքնորոշություն ստեղծեին այդ հողի վրա կամ այդ հողը վերցնելով միանային Հայաստանին։ Սա պարզ է, այս ամեն ինչը պարզ է։ Հիմա Փաշինյանն էլ եկել է 18 թվին մի քանի անգամ հրապարակային հայտարարել է միջազգային հանրության առաջել, որ մենք իրավունք չունենք արցախցիների անունից խոսալ, բանակցել։ Արցախցիների անունից պետք է խոսա արցախցիները այդ ժողովրդի ընտրված ղեկավարությունը։ Դուք գիտեք ինքը վատ բան է ասել, ինքը շատ լավ բան է ասել, բայց ինչ օգուտ որ չի ստացվել։ Այսինքն արդեն Ադրբեջանը մերժել է դա, չի ընդունել, որտեղ Ադրբեջանին ձեռ տալիս, որ Հայաստանը մենակ բանակցի, Արցախի սուբյեկտայնությունը դե կորում է։ Իսկ մեր արդեն 20 թվականի պատերազմի պարտությունից հետո Արցախի պետական պաշտոնյաներ, ազգային ժողովի падգամավորներ միամտորեն ասում էին Հայաստանը իրավունք չունի, մենք որոշել ենք, մենք ճակատագիրը որոշել ենք մենք անկախության կողմնակից ենք, հետո նախագահային ընտրում, այդ նախագահան ինչ որ բան անում, ինչ են ասում, ձեռը դնում է երթվում, բայց այդ նախագահան երթումը չի կատարում, ժողովրդին թողում է անտեր, հասկանում եք, սա խառնել են իրար։ Եվ որ մարդու հետ խոսում է, ասում է ինչ է սարքել հայոց հարցը, տվյալ խնդիրը։ Հիմա մեր խնդիրը, մեր հայոց հարցը իսկապես շատ բարդ է, շատ բազմաբղետ, շատ գունավոր, հայտաբղետ, ոնց նկարագրեմ, այդքան հեշտ չի։ Ուղղակի երբ որ ձեզ խափում են թե Արցախի հարց եք լուծում, բան գալիս են իշխանության հետո զբաղվում է որ իրանք գրպանների հարցերն են լուծում։ Ես չեմ ուզում նորից խափվեք։ Կգնաք ում կուզեք կընտրեք, ես ընտրության մասով ոչ մեկին չեմ ուզում ուղղորդել, ուղղակի ուզում եմ որ ստապ ուղեղով գնաք, չխափնվելով, այլ հիշողությունը ձեր աշխատացրած, պատմությունը չմոռանալով, անցյալը չմոռանալով եւ այն մանիպուլյացիաները, որ անում են, որ զինվորականը քաղաքագետը ներկայանում, քաղաքագետը զինվորականը ներկայանում, որ հեսա կհարձակվեմ, կգրավեմ Արեմեցյան Հայաստանն էլ, Արցախն էլ հետ կբերեմ, մի քիչ դες ոչ խնդալու է, ոչ էլ լուրջ ընդունելու է, էլի, չի կարելի այդաշան պետական հարցերում անլուրջ եղած։ Արցախի թեմայի շուրջ շատ կա խոսալու, որովհետև հենց այդ հարցի շուրջ թե ձևավորվել կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան, թե խաղաղություն, թե զինադադար, թե պատերազմ, ամեն ինչը մեր այս 35 տարվա մեջ եղել է Արցախի հարցի շուրջ։ Յուրաքանչյուր արցախցու սրտում էլ կա հետ վերադառնա իր տուն, իր հայրենիք, բայց ոչ բոլոր երազանքներն են իրականանվում։ Դուք չեք մոռացել, հուսով եմ, որ 7 շրջանի ադրբեջանական թուրքերել էին մեր նման անտուն ծննդավայրերը լքել գնացել 35 տարի շարունակ այդ մարդիկ երազել են հետ վերադառնալ իրենց տուն, չեն վերադարձել, բայց գնացել են պարտված երկիր իրավիճակում, պարտված երկիր հալով 35 տարի ուժեղացրել, 35 տարի զավակներ ծնել, շատացել է Ադրբեջանը, 7 միլիոնը հիմա 11 միլիոնի է երևի հասնում, իսկ մեր 150 հազարը, վերջում դուրս գալուց 106 հազար էինք ոնց որ, կամ էլ թեկուզ մինչև 20 թվի պատերազմը 120 հազար էինք։ Ժողովուրդ ջան, հասկանում եք, մի բանի հասնելու համար, երբ որ երազանք ես դնում, նպատակ ես դնում, պետք է երկար տարիների աշխատանք դրան հասնելու համար։ Թե չէ ձեզ թվում է թե գնաք ընտրություններին մի հատ
բանի падգամավորի կամ մի հատ տեխնացուի անվան դեմը sense գրիչով գրեք всё այդ ձեր երազած նախագահ ձեր երազած հայրենիքը հետա բերելու միշտ ապեք նախքան դրան հասնել է պետք է երկար տարիներ աշխատել մի բան էլ ասեմ որ ինչու եմ ես հիմա չեմ ուզում ժողովրդին ասել որ 1-2 օրից կամ այս 2 օրը կամ այս 2 տարին հարցերը լուծվելու Արցախի հարցը դժվար է լուծվելու նախ որովհետև եթե Ադրբեջանը դատարան տվավ 7 շրջանի այդ փլուզումը Հայաստանի այդ 15 միլիարդ պարտքը դառնալու է 150 միլիարդ պարտք իսկ հայ ժողովուրդը դու գիտեք որ չի ուզում թե Այս պարտ ոչ թե չի ուզում, չի կարում այս պարտքը տա, հայ ժողովուրդը գիտեք, որ դեմոգրաֆիայի առաջականգնած, գիտեք, որ շրջափակված է, Հայաստանը կիսաշրջափակված երկիր է, մի մոռացեք։ Միշտ ասել եմ, Հայաստանի արևելյան եւ արևմտյան մասերը փակ է, հյուսիսի հետ է այնել Վրաստանով չերես Եվրոպա դուրս գալ, չերես Ռուսաստան դուրս գալ, Վրաստանն էլ է խաղեր տալիս։ Իրանը պատերազմի մեջ է, Իրանն էլ է խաղեր տալիս։ Իրանն էլ չես կարա Իրանով ամեն ինչ տանես դու ծախես, լավ ապրես։ Մեզ ամբողջությամբ շրջափակման մեջ են պահում Եվ պետք չի էլի ժողովրդին խաբել, որ իմ գալու դեպքում հրաշալի ապրելու է։ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ տպավորությունն է, որ խոսում Ադրբեջանի փոխարեն, որ պատերազմ չի լինելու, չի հարձակվելու, ընդդիմության կողմից էլ հակառակն է, ասում է չէ, որ դու մնաս պատերազմ լինելու կամ Հայաստանը վերանալու է։ Հասկանում եք ուրիշի անունից խոսել կամ քարոզար շավանել, այդքան էլ ես ճիշտ չեմ համարում։ Եկեք ներքաղաքական կյանքի վրա կենտրոնացեք, իսկ արտաքին քաղաքականության համար մեկ այսօրվա թե բանակցողա, թե դիվանագետա, թե զրուցողա դա այնա ներկայիս իշխանությունն է։ Եթե կա անվտանգային հարցեր մեր պետության գլխին, առաջինը գիտեն իրանք։ Կողքից ասես, վայ ես ելնեի վարչապետը սենց կասեի, սենց կանեի, ժողովուրդ դա ճիշտ ձև չի։ Հասկանում եք, որ դուք չգիտեք ինչ անվտանգային հարցեր կա մեր գլխին, որ այսօրվա ղեկավարությունը գնացել է այդ հարցի զիջմանը։ Ես միգուցե դուք ավելի լավատես եք, ես եմ որ ոչ լավատես, բայց դե կարծում եմ որ ստե լավատեսության հարց չկա, ստե տրամաբանության հարց կա։